այդպիսի նվազեցումները չեն կարող գերազանցել համախառն եկամտի 1%-ը, դա չէր նշանակում, որ տնտեսվարող սուբյեկտները այդ կորուստները չեն ունենում, որովհետև կատնամթերքի շատ դեպքերում ունի օգտագործման ժամկետ։ Եվ եթե օգտագործման ժամկետը ավարտելու պահին արտադրողը չի կարողացել կամ վաճառողը չի կարողացել իրացնել արտադրողի ամբողջ արտադրանքը, իրենց պայմանագրի համաձայն վերադարձնում է։ Այդ կորուստը ըստ էության առանձին դեպքերում մնում էր տնտեսվարող սուբյեկտների կորուստ որպես, այսինքն իրական կյանքում կար, բայց մենք հարկերը հաշվարկելու ժամանակ հաշվի չենք առնում։ Հիմա ինչն է մեզ հնարավորություն տալիս այսօր համաձայնվել մի բանի, որին չենք համաձայնվել 3 տարի առաջ, 5 տարի առաջ։ Միայն այն, որ տեղի ունեցել թվայնացում եւ տեխնոլոգիական զարգացում այնպես, որ մենք հիմա կարողանում ենք գործընկերների մոտ նույնպես տեսնել այդ կատնամթերքը վաճառված է եղել եւ տեսնել առցանց, թե հետ է վերադարձվել էլեկտրոնային հարթակում ստանալով համապատասխան գրանցումներ։ Եվ որքան տեխնոլոգիաները եւ գրանցումները ավելի զարգանում են, այնքան պետական եկամուտների կոմիտեի մտահոգությունը, որ այդպիսի իրավունքը կարող է չարաշահվել, ավելի է պակասում եւ իրականությունը վերադարձվում է մեր հարկային հաշվառման դաշտ։ Այսինքն, այստեղ կորստի մասին չենք խոսում, ավելի շատ խոսում ենք նրա մասին, որ երևույթները կկոչվեն այսօր իրենց ճիշտ անուններով եւ տեխնոլոգիաների ավելի խորը կիրառությունը թույլ կտա, որ պետական եկամուտների կոմիտեն հաշվի առնի այն իրական վիճակը, որ առկա է տնտեսվարող սուբյեկտի տնտեսական կյանքում։ Ես կարծում եմ, որ եւ պարոն Հակոբյանը նշեց, որ մենք վարչարական ծախսերն ենք նաև նվազեցնում պետական բյուջե վճարվող հարկերի համեմատությամբ, հանրագումարի համեմատությամբ, դա շարունակական գործընթաց է լինելու, որովհետև եթե մենք այսօր արհեստական բանականության եւ թվային գործիքակազմի կիրառությունը դարձնում ենք ավելի կետային, այսինքն ստանում ենք կոնկրետ հարցերի պատասխաններ այն հատվածներում, որտեղ մարդու աշխատանքը երկար ժամանակ կպահանջի այդ հարցի ճիշտ պատասխան ունենալու համար, դա նշանակում է, որ մենք այդտեղ մարդկանց օրեր ծախսելու կարիք չենք ունենալու, ինչը նշանակում է, որ ավելի քիչ հանրագումարով ծախս է առաջանալու։ Ես այս լրացումը կատարելով եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել այն կարեւորությունը, որ ունի թվայնացումը մեր օրակարգում եւ ժամանակակից գործիքակազմի, այդ թվում արհեստական բանականության կիրառությունը եւ քանի որ պետական եկամուտների կոմիտեն պետական կառավարման համակարգում առհասարակ ամենաթվայնացված համակարգերից մեկը կարելի է համարել, որը կատարվել է հաշվի առնելով բիզնեսի կյանքը պարզեցնելու կարևորությունը, ուզում եմ վստահ լինել, որ մենք այս ուղղությամբ շարունակելու ենք ուշադիր լինել եւ ջանքեր գործադրել։